Սիմոնե, հավանաբար դուք լավ եք վերլուծել Բարսելոնայի խաղը առաջին հանդիպումից առաջ։ Խաղից հետո դիտելով ձայնագրությունը, դուք նկատել եք ինչ-որ բան, որը նախկինում չէիք նկատել։ Եվ ինչպիսին է Լոուտարոյի եւ Պավարի վիճակը, նրանք կկարողանան խաղալ։ Ինչ վերաբերում է Լոուտարոյին եւ Պավարին, մենք բժշկական անձնակազմի հետ եւ խաղացողների հետ միասին կորոշենք խաղամ թե ոչ։ Իրենք պետք է ասեն ինչպես են զգում։ Երեք Պավարը մարզման առաջին մասում մեզ հետ էր։ Թվում է թե նորմալ է, կտեսնենք։ Ինչ վերաբերվում է Լոուտարոյին, նա Բարսելոնայի խաղից առաջ չէր մարզվել։ Այսօր կտեսնենք ինչպես է իրեն զգում։ Ըստ այդմ էլ կորոշենք։ Ինչ կապված է առաջին խաղի հետ, կարծում եմ մենք հիասքանչ խաղացինք։ Կային դրվագներ, որտեղ կարելի էր խաղալ ավելի լավ թե գնդակով, թե առանց գնդակ։ Մենք պետք է ավելի լավ տիրեինք գնդակին։ Չնայած իրենց պրեսինգը շատ լավն է։ Բարսելոնան դրանում լավ է։ Մրցակիցը լիքը անհարմարություններ պատճառեց մեզ, բայց մեր թիմը կենտրոնացված էր։ Վաղը պետք է անել նույնը, բայց այն մտքով, որ մենք պետք է հաղթենք։ Ոչ ոքին ոչինչ չի որոշում։ Այդ խաղին պետք է լինի հաղթող։ Հաղթողը կարող է որոշվել ինչպես հիմնական, այնպես էլ ավելացված ժամանակում, ինչպես նաև 11 մետրանոց հարվածաշարում։ Այս մրցաշրջանում Բարսելոնան բախվել է նման իրավիճակի։ Նրանք տնային խաղում Ատլետիկոյի հետ 4-4 են խաղացել։ Բոլորը ասում են, որ Բարսելոնան շատ գոլ է խփում եւ շատ բաց է թողնում, բայց պատասխան խաղում նրանք հաղթեցին 1-0 հաշվով։ Սպասում եք, որ Բարսելոնան հանդես կգա այնպես, ինչպես առաջին խաղում էր, թե նրանք կարող են փոխվել։ Չէ՞ որ դա տարբերակներից մեկն է։ Բարսելոնան կարող է սկսի պաշտպանվել։ Ինչ եք մտածում այդ մասին։ Ինչ խաղ եք սպասում։ Եվ ինչպես է իրեն զգում թիմը խաղից առաջ։ Թիմը լավ է տրամադրված։ Հավատում է, որ կանցնենք առաջ։ Մենք շատ լավ ենք մարզվում եւ պատրաստվում ենք այս խաղին։ Ինչ վերաբերում է Բարսելոնային, չեմպիոնատում նրանք տիրապետում են գնդակին 81% ժամանակ, Չեմպիոնների լիգայում 76։ Ես չգիտեմ ինչպես էր Իսպանիայի գավաթի ժամանակ, բայց կարծում եմ շատ չէին տարբերվում։ Մենք գիտենք իրենց որակային հատկանիշները եւ ինչպես են տիրում գնդակին։ Նրանք շատ լավ կոնտրպրեսինգ ունեն։ Այո, պաշտպանությունում մեծ ռիսկայնություն ունեն, բայց դրանք հաշվարկված են։ Բացի այդ, նրանք լավ մարզիչ ունեն, որին ես հարգում եմ։ Հանս Դիթեր Ֆլիկը իրոք արժանի է հարգանքի։ Թիմը շատ արդյունավետ է։ Նրանք արդեն 2 գավաթ ունեն եւ պայքարում են եւս 2-ի համար։ Նրանց հաղթելու համար մենք պետք է հիանալի խաղ ցուցադրենք։